Բարև ձեզ սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը շարունակվում է մեզ մոտ եւ այսօր վերջին օրն է AFL-ի շրջանակներում եւ հիմա տեսնում ենք այսօրվա առաջին հանդիպումն է մեկնարկելու, որտեղ միմյանց հետ մրցելու են Մոնցան եւ Բենֆիկան, հետաքրքիր հանդիպում է սպասվելու մեզ բարեկամներ, տեսնենք ի վերջո երկու թիմերից ով այսօր ավելի ուժեղ կգտնվի, հիմա տեսնում ենք Մոնցայի ֆուտբոլիստներն են դաշտի կենտրոնից խաղը մեկնարկելու Եվ տեսնում ենք մրցավարի Սուլիչը կա խաղը մեկնարկեց բարեկամներ, ես էլ անցնեմ թիմերի հայտարարություններին ծանոթանալու Մոնցա դարպասում է համար 1 Հրմայակ Բաբայանը, համար 5 Վենետիկ Չոկանդարյան, համար 8 Արտաշ Ղազարյան, համար 10 Մուսա Ալեքսանյան, համար 11 Նարեկ Կարդաշյան, համար 13 թիմի ավակ Ռաֆ Գևորգյան, համար 14 Մարտուն Կարապետյան, համար 17 Սուլիկո Գևորգյան, համար 20 Կարլեն Մակարյան, համար 22 Գագիկ Մանուչարյան, համար 27 Շանթ Սահակյան եւ համար 33 Ռաֆիկ Պետրոսյան Բենֆիկա դարպասը պաշտպանում է համար 12 թիմի ավակ Սուրեն Սարգսյանը, համար 5 Արամ Եգանյան, համար 8 Դավիթ Յավրյան, համար 9 Արշակ Սարգսյան, համար 10 Վարդգես Իսրայելյան, համար 14 Գևորգ Սուրմալյան, համար 22 Հուսիկ Բարսեղյան, համար 57 Հարություն Մկրտչյան եւ համար 77 Հրաչ Ղազարյան Այսքանը կազմերի մասով բարեկամներ, հիմա տեսնում ենք Բենֆիկան է Հնդակով եւ առաջին գրոն է այսօրվա խաղում փորձում կազմակերպել Մալյանն է գնդակով, թողնում է գնդակը Յավրյանին, աչեզվում է հիմա Դավիթ Յավրյանը, փոխանցում եւ առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղում Մոնցայի դարպասին Յավրյան փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ հարված չեղավ հիմա խլեցին Մոնցայի տղաները գնդակ եւ նետվում է հիմա Մոնցան հակագրոյի Հարված եւ շեղ ընթացավ ի վերջո այստեղ Մարտուն Կարապետյանի հարվածը շատ լավ հակագրոյի նետվեցին հիմա Մոնցայի տղաները Առաջին հարվածը տեսանք այս խաղում բարեկամներ Մոնցան կատարեց, բայց շեղ էր Կարապետյանի հարվածը Տեսնում ենք երկու թիմերի մել այսօր Բացակայողները շատ են Հիմնական ֆուտբոլիստներից բացակայում է Մուսա Ալեքսանյանն է հիմա հարված կատարում Հրկեց իր թիմի Սուրեն Սարգսյանը այստեղ Բայց այդ կորուստներին Բենֆիկան ունի այսօր երկու նորեկ Արամ Եգանյանը եւ Դավիթ Յավրյանը այսօր օգնում են Բենֆիկային Ես առաջին հանդիպումն է Բենֆիկայի կազմում տեսնենք նրանք ինչպես հանդես կգան այսօրվա խաղում նրանք են գնդակով Ղազարյանը հետ ուղարկեց գնդակը դեպի Սարգսյանը Բայց գնդակ այստեղ դաշտի սահմաններում Հրաչ Ղազարյանը Ասեղյան լավ փոխանցում առաջ դեպի Վարդգես Իսրայելյանը
Շարունակվում է Բենֆիկայի գրոհը այստեղ եւ եզրային նետում վաստակեց հիմա Հրաչ Ղազարյանը իր թիմի համար։ Խաղթում հիմա տեսնում եք Եվորքյանի կողմից։ Ղազարյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտը հիմա ինչպես կիրացնի Բենֆիկան։ Ղազարյան փոխանցում, բայց շատ անհաջող հիմա փոխանցում կատարեց Հրաչ Ղազարյանը։ Մոնցան 4 հանդիպում է անցկացրել այս մրցաշարում, մեկնարկային 3 տուրերում 3 հաղթանակ տոնեցին նրանք, բայց վերջին տուրում իրենց առաջին պարտությունը կրեցին այս մրցաշարում, մինչև այդ խաղը 100%-անոց արդյունքով շարժվում էին նրանք առաջ, բայց 5-2 հաշվով պարտվեցին Այաքսին ի վերջո վերջին խաղում և 4 խաղից հետո 9 միավոր են վաստակել Մոնցայի տղաները 4-րդ հորիզոնականում են գտնվում։ Իսկ Բենֆիկան 3 հանդիպում է անցկացրել, 2 հաղթանակ տոնել, 1 պարտություն, 6 միավորով 11-րդ հորիզոնականում է գտնվում Բենֆիկան։ Անցած մրցավեճը հաղթեցին համար պայքարում Նապոլիին 3-2 հաշվով, հիմա սխալվեց Բենֆիկայի ֆուտբոլիստը այստեղ։ Արաբեցյանը արվածը փակված է նրա, շարունակվում է Մոնցայի գրոհը։ Ալեքսանյան երբից կրակեց այստեղ Մուսա Ալեքսանյանը և անդրադարձ եղավ պաշտպանի ծանկյունային կտեսնենք հիմա Բենֆիկայի դարպասին, առաջին անկյունային է Մոնցայի օգտին այս խաղում։ Չոկանդարյանն է գնդակի մոտ։ Փոխանցում Ղազարյանն է հեռացնում գնդակը, կրկին գնդակը լինելու է Մոնցայինը, փոխանցում, հեռացված է գնդակը այստեղ, Մոնցան գնդակով, Գևորգյան տողեց գնդակը Չոկանդարյանին, բայց շատ անհաջող փոխանցում էր հիմա Վենետիկ Չոկանդարյանից, տեսնում ենք դեռ 2 թիմերը ուղղակի ուսումնասիրում են միմյանց, դեռ վտանգավոր պահեր չեն եղել այս խաղում, 2 հարված այսպայն կատարել է Մոնցան։ Բենֆիկան հարված չունի, մեկական անկյունային է եղել թիմերի կողմից։ Փոքր Բենֆիկան տարածքային առավելություն ունի, Ղազարյան երբից հարված վտանգավոր է Հրաչ Ղազարյանի հարվածը։ Տեսանք այս խաղում առաջին հարվածը Բենֆիկայի կողմից, Ղազարյանը կատարեց, բայց շեղ էր Հրաչ Ղազարյանի հարվածը, հիմա Բենֆիկան է։ Ներողություն Մոնցան է գնդակով, բայց այստեղ լավ է գործում հիմա պաշտպանությունում Արամ Եգանյանը։
Կրկին Եգանյանը լավ գործեց պաշտպանությունում։ Եգանյան հետ փոխանցում դեպի Սուրմալյանը Այդ խլեց այստեղ գնդակի հիմա դաշտի կենտրոնում Մոնցան Այսօր իր թիմի ռմբարկում հիմա վտանգավոր կարող է լինել, բայց Սարգսյանը որսած գնդակը Մոնցայի ռմբարկում Մուսա Ալեքսանյանը դեռ մեկ հարված է այս պահին այսօր կատարել նա 5 գնդակ է հեղինակել այս մրցաշարում լավ մրցաշրջան է անցկացնում Գանյան պրկվոց այստեղ Բենֆիկան վտանգավոր է և նորից Եգանյանն է հեռացնում գնդակը հիմա խառնաշփոթ էր այստեղ տեսնում ենք Բենֆիկայի տուգանայինների մատույցներում և կարողացավ այստեղ Մոնցան անկյունային վաստակել ի վերջո շատ վտանգավոր գործեցին հիմա Բենֆիկայի տղաները այստեղ իրար չհասկացան, բայց վերջին պահին Նորից Եգանյանը փրկեց իր թիմին Լավ է մեկնարկել հանդիպումը թիմի նորեկը փոխանցում տուգանային հրապարակ և դուրս է գալիս դաշտի սահմաններից գնդակը Իսկ Բենֆիկայի ռմբարկում, որը հիմա տեսնում ենք գնդակով է Վարդգես Իսրայելյանը 4 գնդակ է հեղինակել, Բենֆիկան է անցել գրոյի, Ավրյան արված պրկեց իր թիմին հիմա Հմայակ Բաբայանը առաջին սեյվը կատարեց այս խաղում և արագ հիմա էլ նետվում է գրոյի Մոնցան Ալեքսանյան Բայց առաջ է թողնում հիմա գնդակը Մուսա Ալեքսանյանը Բայց այստեղ տեսնում ենք անկյունային է վաստակել հիմա կրկին Մոնցան 4 գնդակ է հեղինակել այս մրցաշարում Վարդգես Իսրայելյանը այսօր դեռ մի փոքր պասիվ է նա Ալեքսանյան երկար փոխանցում, բայց այստեղ հասցեատեր չունեցավ այս փոխանցումը Տասը րոպե անցավ բարեկամներ խաղի մեկնարկից դեռ 0-ներ են մեզ մոտ Բենֆիկան է հիմա տեսնում ենք անցել գրոյին Իսրայելյան Ոչ այնտեղ Իսրայելյանը չէր ձախ եզրում Հարություն Մկրտչյանն է տեսնում ենք դուրս եկել և հարված կլինի Բաբայանի դարպասից Լավ փոխանցում դեպի Ալեքսանյանը, Մուսա Ալեքսանյան փոխանցում մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Մուսա Ալեքսանյանի փոխանցումը լավ էր նկատել այնտեղ Պետրոսյանին, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը Պետրոսյանի համար
Հիմա էլ տեսնում ենք Բենֆիկան է գնդակով, այստեղ եզրային նետում վաստակեցին նրանք։ Խլեց գնդակ այստեղ, ոնց են շարժվում է առաջ Ալեքսանյանը, բայց չհասավ այս գնդակին, ոնց է ֆուտբոլիստը։ Սելյան, փոխանցում Յավրյանին։ Կրկին Յավրյան երվից հարված Գևորգյանն է այստեղ։ Հարվածի ճանապարհը փակում։ Դեռ մեկական դիպուկ հարված ենք տեսել թիմերի կողմից։ Ոնց այդ դիպուկ է հարվածել Մուսա Ալեքսանյանը։ Իսկ Բենֆիկայից Վարդկես Իսրայելյանը Գնյալ փոխանցում Յավրյանին, Յավրյան թողնում է գնդակի հիմա Սարգսյանին լավ անցում, Դարշակ Սարգսյան և Բաբայանն է փրկում կրկին իր թիմին հիմա էլ Մկրտչյանի հարվածը փակեցին պաշտպանները Մոցայի վտանգավոր գրոհ հիմա տեսնում ենք կազմակերպեց այստեղ Բենֆիկան և երկրորդ դիպուկ հարվածը նրանց կողմից այս խաղում, այս անգամ Արշակ Սարգսյանը հարված կատարեց։ Ալեքսանյան արված և պրկում է հրաշալի սեյվով հիմա Սուրեն Սարգսյանը պատասխանեց Բենֆիկայի հարվածին Մոնցան կրկին հարվածեց Մուսա Ալեքսանյանը իր երկրորդ հարվածը երկուսն էլ դիպուկ հիմա էլ անցել է Բենֆիկան գրոհի փոխանցում և չկարողացավ այստեղ ի վերջո Հարվածել Արշակ Սարգսյանը ուղղակի ոսկերչական փոխանցում տեսանք Վարդգես Իսրայելյանից, բայց այնտեղ անդրադարձ էր եղել անկյունային է վաստակել հիմա Բենֆիկան փոխանցում Տուգանային հրապարակ փակված է այս փոխանցումը նետումը Բենֆիկային է լինելու ակտիվացան այս րոպեների ընթացքում թիմերը Յավրյան փոխանցում Իսրայելյան և կարող էր հիմա շքեղ գոլեղինակ դառնալ Բենֆիկայի արձակվողը մի փոքր շեղ, բայց հարվածը գնաց Վարդգես Իսրայելյանի, Յավրյանից էլ հրաշալի փոխանցում տեսանք բարեկամներ։ Տեսնում ենք, անցել են գործի արդեն երկու թիմերի երկու ռմբարկումները, հիմա խլեց Բենֆիկան գնդակը, Ղազարյան չկարողացավ այստեղ լավ փոխանցում կատարել Կրկին անցավ գնդակ այստեղ Բենֆիկային
տեսնում ենք Մոնցան է անցել գրոյի և այստեղ հիմա էլ հարված չկարողացավ կատարել Կարծես թե Մարտուն Կարապետյանը լավ փոխանցում տեսանք Չոքանդարյանից Լավ փոխանցում Եգանյանից տեսնում ենք, Մկրտչյան փոխանցում Գևորգյանն է հրաշալի պաշտպանություն գործում Ղազարյան լավ փոխանցում Ղազարյանին Լավ խաղարկումներ հիմա Բենֆիկայի ֆուտբոլիստների կողմից Սարգսյան փոխանցում Տուգանայինների մատույցներ եւ Գևորգյանն է հեռացնում գնդակը շարունակում է Բենֆիկայի մոտ մնալ գնդակը Մալյան փոխեց գրոյի եզրը Դավիթ Յավերյանն է գնդակով եւ կարող էր այստեղ խլել գնդակը Մոնցայի ֆուտբոլիստը, բայց չստացվեց Յավերյան փոխանցում Կրչյան թողեց գնդակը Իսրայելյանին Փափուկ փոխանցում Սարգսյանի հարվածը չստացվեց այստեղ Արշակ Սարգսյան ընթացքից հարված շատ շեղեր հարվածը այստեղ Արշակ Սարգսյանի Ընդհուպ մոտեցանք Առաջին կեսի ավարտին բարեկամներ 5 րոպե մնաց Կեսի ավարտին դեռ հաշիվը բացված չէ մեզ մոտ, բայց տեսնում ենք վերջին 5 րոպեների ընթացքում ակտիվացել են երկու թիմերն էլ Շարունակում է հանդիպումը բարեկամներ Այստեղ ստանդարտ է վաստակել Մոնցան Կարդաշյանի գնդակի մոտ Սուլիչը կար, Նարեկ Կարդաշյան փոխանցում Տուգանային հրապարակ հեռացնում է Յավերյանը գնդակը Կարդաշյան փոխանցում Տուգանային հրապարակ Հեռացնում են կրկին գնդակը Բենֆիկայի տղաները, այստեղ Մկրտչյանը լավ անցում կատարեց և շարժվում է առաջ, բայց անհաջող փոխանցում կատարեց ի վերջո Բենֆիկայի ֆուտբոլիստը Մոնցան է կրկին անցել գրոյի և անկյունային հաստակեց այստեղ Մոնցան Փոխանցում Տուգանային հրապարակ Այստեղ հարված տեղի չունեցավ, Պետրոսյանը չկարողացավ հարվածել Երկար փոխանցում հիմա արագ տեսանք Սարգսյանից Իսրայելյան պահել է գնդակը իր մոտ, վարկեց Իսրայելյանը Փոխանցում հետ դեպի Մկրտչյանը, արություն Մկրտչյանը հարված շեղեր
Ի վերջո Հարություն Մկրտչյանի հարվածը Մոնցյանի գնդակով հերթական գրողներից մեկն է փորձում կազմակերպել Պետրոսյան և նորից կարողանում է այստեղ Մոնցյան անկյունային կորզել ի վերջո Կանդարյան փոխանցում Գևորգյանն է հարվածում, բայց շեղ էր Ռավ Գևորգյանի հարվածը և վերջ բարեկամներ առաջին կեսը մեզ մոտ ավարտված է, գոլեր չգրանցվեցին այս խաղակեսում, հրաշալի խաղակես ստացվեց, մի փոքր ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ վերադարձանք, տեսնում ենք երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ և առաջին կեսից հետո գոլեր չկան։ Բարեկամներ երկու թիմերն է փորձեցին արդյունքի հասնել առաջին կեսում, բայց չստացվեց, հավասար պայքարում ընթացավ առաջին խաղակեսը, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա, արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, Մոնցա դարպասում է Նայք Բաբայանը, Վենետիկ Չոկանդարյան, Արտաշ Ղազարյան, Մուսա Ալեքսանյան, Ռավ Գևորգյան, Մարտուն Կարապետյան, Սուլիկո Գևորգյան, Կարլեն Մակարյան, Գագիկ Մանուչարյան, Շան Սահակյան և Ռաֆիկ Պետրոսյան։ Բենֆիկա դարպասում Սուրեն Սարգսյանն է, Արամ Եգանյան, Դավիթ Յավելյան, Արշակ Սարգսյան, Վարդգես Իսրայելյան, Սուրեն Գևորգ Սուրմագյան, Հուսիկ Բարսեղյան, Հարություն Մկրտչյան և Հրաչ Ղազարյան։ Հիմա Բենֆիկան է տեսնում ենք Անցել Գրոյի։ Հասավ այս գնդակին Գևորգ Սուրմալյանը, բայց լավ է հիմա գործում պաշտպանությունը Արտաշ Ղազարյանը։ Յավելյանը փոքր ուժեղ փոխանցում կատարեց։ Ալեքսանյան համար պայքարում, բայց իր մոտ գնդակը Մուսա Ալեքսանյան հարված վտանգավոր էր Ալեքսանյանի հարվածը և մի փոքր շեղ ընթացավ վերջինիս հարվածը, մինչև վերջ պայքարեց Ալեքսանյանը, շարժվեց առաջ և հարվածեց Մոնցան է գնդակով փորձում է վերքին անցնել Գրոյի եզրային նետում Մոնցայի օգտին Ալեքսանյան խլեցին նրանից գնդակը, բայց կարողացան վերադարձնել այստեղ գնդակը, այստեղ էլ Բարսեղյանը փոխանցում կատարեց դեպի առաջ։ Այսօր բացակայում է Մոնցայի կազմում։
առանցքային ֆուտբոլիստներից մեկը իր թիմում Արշանից Պապոյանը երկար ժամանակով կբացակայի մոնցել ֆուտբոլիստը Բենֆիկան է անցել գրոհի Իսրայելյան վտանգավոր էր, բայց առաջ թողեց գնդակ եւ Բաբայանը վերցրեց գնդակ այստեղ սկսեց իր թիմի հերթական գրոհներից մեկը բայց այստեղ Մակարյանը ուժեղ փոխանցում կատարեց Ազարյան լավ փոխանցում Մկրտչյանին Արություն Մկրտչյան թողնում է գնդակը Յավերյանին Դավիթ Յավերյանը հրաշալի անցում արված եւ անդրադարձ այստեղ պաշտպանից անկյունային կլինի Մոնցայի դարպասին Տեսնենք այս անկյունային ինչպես կիրացնեն Բենֆիկայի տղաները Ղազարյան փոխանցում Բարսեղյանն է հարվածում բայց շեղ էր Հուսիկ Բարսեղյանի հարվածը Երկար փոխանցում տեսանք հիմա Աբայանի կողմից Մուսա Ալեքսանյան հարված եւ Նորից շեղ է հարվածում Մուսա Ալեքսանյանը Այսօր դեռ չի կարողանում Ալեքսանյանը Արդյունավետ գործողությամբ աչքի ընկնել Քյանն է հեռացնում հիմա այն գնդակը Կրչյանն է գնդակով, բայց Ալեքսին նրանից գնդակը Լավ փոխանցում Մակարյան բարձր է արվածում Կարլեր Մակարյանը Գևորքյանը լավ նկատեց այնտեղ աչ եզրում Կարլեր Մակարյանին կրկին հրաշալի է գործում պաշտպանությունը վրավ Գևորքյանը խաղարկեցին ես եզրային նետում է Բենֆիկայի տղաները Ղազարյան փոխանցում Մկրտչյանն է առաջ թողնում գնդակը Այս խաղակեսում են գոլ չտեսան բարեկամներ Փորձում են երկու թիմերն էլ արդյունքի հասնել Բենֆիկան է նետվում գրոհի Յավերյան կենտրոնում շարժում է առաջ հրաշալի փոխանցում Իսրայելյան Յավերյան բայց կարողացավ պահել վերջինս գնդակը իր մոտ Բայց իր թիմի համար հիմա եզրային նետում է վաստակում Դավիթ Յավերյան մտավ կենտրոն փոխանցում եւ գոլ հաշիվը բացված է ի վերջո բարեկամներ Վարդգես Իսրայելյան 1-0 Go!
Վարդգես Իսրայելյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է բարեկամներ հրաշալի գրող կազմակերպեցին Բենֆիկայի ֆուտբոլիստները հրաշալի փոխանցում Յավրյանից եւ թիմի ռմբարկուն խփեց ի վերջո այսօր իր գնդակը վտանգավոր է հիմա Մոնցան է գրոհում Ալեքսանյանը արված շատ արագ կրճատում է հավասարեցնում է հանդիպման հաշիվը Մոնցան 1-1 Գոլն արձանագրված է բարեկամներ 1-1 հանդիպման հաշիվը շատ արագ տեսնում ենք Բենֆիկայի գոլից հետո Մոնցան անցավ գործի եւ երկու թիմերի երկու ռմբարկուներն էլ ի վերջո իրենց գոլը հեղինակեցին այսօր բարձր է հիմա հարվածում Գևորգյանը Արագ պատասխանը չուշացավ Մուսա Ալեքսանյանին 5-րդ գնդակը Իսրայելյանի այս մրցաշարում իսկ Ալեքսանյանը 6-րդ գոլը հեղինակեց Հիմա էլ ավելի տեսնում ենք խաղը կբացվի 1 րոպեում 2 գոլ տեսանք բարեկամներ Բենֆիկան է անցել գրոհի Յավրյան չկարողացավ պահել իր մոտ գնդակը Մակարյանն է ներողություն Ալեքսանյանն է վերցրել գնդակը բայց շատ առաջ թողեց Մուսա Ալեքսանյանը գնդակը Փոխանցում հիմա Մկրտչյանից, Յավրյան փոխանցում Հարություն Մկրտչյանին, Մկրտչյան և խլեց գնդակը այստեղ հիմա Մակարյանը, Մոնցան է անցել գրոհին, Չոկանդարյան, լավ փոխանցում, կրկին Չոկանդարյան, արվածել է պետք արված և Սարգսյանն է պրկում իր թիմին, հրաշալի գրոհ տեսանք Մոնցայի կողմից, Վենետիկ Չոկանդարյանի հարվածից հետո Սուրեն Սարգսյանը ուղղակի հրաշալի է գործում իր դիրքում և անկյունային է վաստակել այստեղ Մոնցան Տեսնենք Չոկանդարյան փոխանցում Ղազարյանն է հեռացնում գնդակը Այստեղ է լավ գործեց Հրաչ Ղազարյանը և կարող է հիմա հակագրոհել Բենֆիկան, բայց Մակարյանն է լավ գործեց պաշտպանությունում, այստեղ էլ խախտում Կարապետյանի կողմից Երկրորդ խաղի խաղակեսի հասարակացն ենք բարեկամներ 1-1 է հաշիվը մեզ մոտ Շատ ակտիվ երկրորդ խաղակեսը տեսնում թիմերի կողմից լավ խաղարկում Յավրյանից ու Մկրտչյանից Մկրտչյան հրաշալի ացում բայց մի փոքր առաջ թողեց հիմա գնդակը Հարություն Մկրտչյանը Այստեղ էլ Բարսեղյանն է հեռացնում գնդակը Արի
Մոնցայի գրո այստեղ էլ չստացվեց։ Շատ արագ անցնում է իրենց կիսադաշտից Բենֆիկան, Եգանյան փոխանցում Սարգսյանին, լավ նկատեց այստեղ Մկրտչյանին եւ բարձր է հարվածում Հարություն Մկրտչյանը այստեղ, լավ էր կենտրոնում տեսել Արշակ Սարգսյանը Հարություն Մկրտչյանին, առաջին հպումով հարվածեց Մկրտչյանը, բայց բարձր էր հարվածը Մկրտչյանի, շարունակում է Բենֆիկայի մոտ գնալ գնդակը, Եգանյանն այստեղ սխալվում փոխանցում տատալից, բայց արագ վերադարձեց իր թիմի մոտ գնդակը։ Եգանյանը լավ գործեց այստեղ։ Գնդակը Պետրոսյանը այստեղ նետվել է առաջ փոխանցում, բայց Բարսեղյանը խլեց գնդակը այստեղ։ Ալեքսանյան այստեղ էլ անցումը չստացվեց Մուսա Ալեքսանյանի, հիմա կարող է հակագրոել Բենֆիկան, փոխանցում առաջ Յավարյանից մի փոքր շտապեց Դավիթ Յավարյանը։ Յավարյանն էլ լավ հանդիպում է անցկացնում իր առաջին խաղում Բենֆիկայի կազմում, նա մեկ ասիստի հեղինակ է դարձել այսօր արդեն, հրաշալի փոխանցում տվեց Իսրայելյանին, Մուսան է անցել գրոյի, Ալեքսանյան, Մուսա Ալեքսանյան արված և դարպասածողն է պրկում հիմա, Բենֆիկային երկրորդ փորձից էլ շատ բարձր է հարվածում հիմա, տեսնում ենք Մարտուն Կարապետյանը, ինչպիսի հարված տեսանք նորից, Մուսա Ալեքսանյանից փրկվեց այստեղ տեսնում ենք Բենֆիկան, Սարգսյան սկսեց հանդիպումը Սուրե Սարգսյանը, Մոնցան է հիմա նորից գնդակով Կանդարյան փոխում է գրոյի եզրը Կարապետյան, Ալեքսանյանը հետը խարկում և այս անգամ թույլ էր Մուսա Ալեքսանյանի հարվածը, ընթացքից հարվածը չստացվեց Ալեքսանյանին Լավ խարկում, Պետրոսյան, փոխանցում Եգանյանն է հեռացնում գնդակ և նետվում է հիմա Բենֆիկան գրոյի, Իսրայելյան Իսրայելյան մտավ կենտրոն, փոխանցում աչ դեպի Յավարյանին, Դավիթ Յավարյան եկավ կենտրոն արվածը Յավարյանի փակում է հիմա տեսնում ենք Մոնցայի ֆուտբոլիստը Կրկին լավ խաղարկում տեսանք Բենֆիկայի ֆուտբոլիստների կողմից Գանյան փոխեց գրոյի եզրը Ազարյան Յավարյանին, Դավիթ Յավարյան, լավ անցում և հարվածեց Դավիթ Յավարյան այստեղից բարձր էր նրա հարվածը
տեսնում ենք այստեղ լավ գործեցին թիմի երկու նորեկները Եվորքյան երկար փոխանցում դեպի Պետրոսյանին Լավ փոխանցում Բայց Յավերյանն է այստեղ տնում Ալեքսանյանից գնդակը Բենֆիկան է անցել գրոյին Դավիթ Յավերյան Փոխանցում Եգանյանին Իսրայելյան փոխանցում Գևորքյանն է հեռացնում գնդակը Բարսեղյան շարժում է առաջ և բարձր է անվացում Հուսիկ Բարսեղյանը Քիչ ժամանակ է մնացել հանդիպման ավարտին Սիրելի բարեկամներ Երկրորդ տարեկեսի մեկնարկային ակտիվությունը Մարեց տեսնում ենք երկու թիմերի մոտ էլ դեռ 1-1 է հաշիվը մեզ մոտ Բենֆիկայից աչքի ընկել Վարդգես Իսրայելյանը, իսկ Մոնցայից Մուսա Ալեքսանյանը, տեսնենք այս վերջին րոպեները ինչպես թիմերը կանցկացնեն և ի վերջո ով կկարողանա այսօր հաղթանակի հասնել, տեսնենք հիմա Բենֆիկան է անցել գրոյի Եգանյան փոխանցում Սարգսյանին, Յավերյանի հետ խաղարկեց Սարգսյանը և խաղթում հիմա Դավիթ Յավերյանի պայքարում Դուգանային է վաստակել այստեղ Բենֆիկան Հենց գնդակի մոտ դուժողն է, տեսնենք ինչպես կհարվածի այստեղ Դավիթ Յավերյանը Սավարի սուլի չկա Դավիթ Յավերյան Հարված և պատը իր վրա վերցրեց այս հարվածն է Ղազարյանի փրկեց Հմայք Բաբայանը երկար փոխանցում տեսանք Մուսա Ալեքսանյան լավ անցում Ալեքսանյան և վերջին պահին Բարսեղյանն է հեռացնում գնդակը անկյունային է վաստակել Մոնցան Անցում Տուգանային հրապարակ Անցավ գնդակը Գևորքյանին, բայց խլեցին նրանց գնդակ հիմա կարող է հակագրոյել Բենֆիկան այստեղ Իսրայելյան 3-2-ի Իսրայելյան և հրաշալի է հիմա գործում պաշտպանությունում Վենետիկ Չոկանդարյանը Շարունակվում է գնդակով Բենֆիկան մնալ այստեղ էլ Գևորքյանը խլեց գնդակը հիմա էլ կարող է արագ գրոյել Մոնցան, բայց այս փոխանցման ճանապարհը փակում է Հրաչ Ղազարյանը Մոնցան է գնդակով վերջին րոպեն է ընթանում այս խաղի բարեկամներ
Երկար փոխանցում Սարգսյանի կողմից, Գևորգյանն է հեռացնում գնդակը։ Արագ նետում հիմա կատարեց Սուրեն Սարգսյանը։ Ալենյան փոխանցում առաջ։ Ստացվեց այս փոխանցումը Յավերյանին։ Եվ այստեղ էլ խախտում Չոքանդայանի կողմից։ Հանդիպումը շարունակվում է բարեկամներ։ Քարկեցին այստեղ գնդակը Բենֆիկայի տղաները Յավերյան եւ այստեղ նորից սխալվում է Դավիթ Յավերյանը փոխանցում կատարելիս մոծան անցավ Գրոյի փոխանցում Կարդաշյանը հարված բարձր է հարվածը Նարեկ Կարդաշյանի լավ թողեց գնդակը այստեղ Կարդաշյանին Մարտուն Կարապետյանը եւ վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է Երկու թիմերն էլ իր առաջին ոչ ոքին են գրանցում այս մրցաշարում մեկ միավոր են վաստակում հետաքրքիր հանդիպում ստացվեց բարեկամներ մնացեք մեզ հետ կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից